Շնորհակալ եմ պատվիրժան դատարան, տեղեկացնեմ, որ Արային Մեղադրող Հարությունյանը այլ դատականիստով ծառաբերողության պատճառով ստիպված եղավ հեռանալ, բայց դա ոչնչոց չի դատականիստը շարունակելու համար։ Հաջորդիվ դատարանին պետք է միջնորդեմ երկարաձգել Մեղադրյալ Իգոր Սարգսյանի նկատմամբ համակցված կիրառված խափանման միջոցները, կալանքը գրաված բացակայելու արգելքը։ Նախորդ որոշմամբ Սույն դատարանը հաստատված էր համարել, որ նվազ չափով շարունակում են արգալիներ Մեղադրյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը։ Իսկ գործի նյութերը թույլ են տալիս կանխատեսական ողջամիտ հետևությունների գալ, որ Իգոր Սարգսյանը այլ խափանման միջոցների կամ տնային կալանքից տարբերվող այլ խափանման միջոցների կամ խափանման միջոցների բացակայության պայմաններում կարող է միջամտել միջդատական միջամտել ապացուցման գործընթացին եւ թեպետ դատարանի կողմից արձանագրվել է այդ հիմքի նվազ լինելը, սակայն կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը համակցված այլընտրանքային խափանման միջոցների հետ։ Գտնում եմ, որ անցած ժամանակամիջոցում չի փոխվել խափանման միջոցների կիրառման իրավաչափության պայմանները, չկա խափանման միջոցները վերացնելու կամ փոփոխելու իրավաչափ հիմքեր, ուստի խնդրում եմ իրավաց խափանման միջոցները պահպանել եւ տնային կալանքի ժամկետը երկարաձգել եւս 3 ամիս ժամանակով։ Ես մի բանը կարող եմ ասել։ Այո, միայն։ Ուրիշ բան չի վերացնում։ Ընդունեք հայտարարություն, ընդունեք հարց, թեպետ վերջում պիտի ասեի, բայց հիմա այդ տեսակ մարդ եմ, չեմ դիմանում։ Պատվիրժան դատարան, հիմա այս ներկայացվածը, երբ որ դուք պատճառաբանում եք ասելով, որ ոչ հիմքեր կան, ոչ ապացուցողական փուլում են, ինչի հիման վրա եք մարդկանց պահում կալանքի տակ։ Եթե ոչ ապացույցներ կան, ոչ ես կա, ոչ են կա, ոչ մի բան չի քննվել։ Ինչի հիման վրա օրինակ։ Ձեզ բավարարում է այս ասած կարճ առանց ապացույցների տեքստը օրինակ։ Անկեղծ հարցնում եմ։ Հիմա բավարարում սա, ինչ է նշանակում այդ հայտարարությունը, այսինքն եթե բոլոր բանով եմ ասում, առանց վիրավորելու, եթե որևէ ձայնագրություն լինի, նույնը չի լինելու, ես դա եմ ուզում հասկանալ։ Իմ պարագան մոռացեք։ Դուք շեշտեցիք, որ ապացուցողական որևէ բան չկա, փորձաքննություն սա, նա էլ մնացած էլ չեմ ասում։ Ինչի հիման վրա։ Զուտ ասելու։ Հա, զուտ, այսինքն ես էլ ելնեմ ինչ-որ մեկի մի բան ասում կլինի, ուզում հասկանալ, իրավունք ունեմ, թե ոչ։ Շնորհակալություն։